Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու միակ միջոցը Կիևի գործող նացիստական քաղաքական ռեժիմի փոփոխությունն է։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, հայտնում է EA Daily-ն։ Ըստ նրա, խոսքը գնում է նացիստական կառավարման հիմքերի վերացման մասին, որոնք դրվել են պետական հեղաշրջումից հետո։ Ոչ Զելենսկուն, ոչ էլ Գերագույն Ռադային խաղաղություն պետք չէ, միայն ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը շահագրգռված են խաղաղության հաստատմամբ, եւ ամեն ինչ կախված է նրանց քաղաքական կամքից, վստահ է Նիկոլայ Յանովիչը։ Նա շատ թերահավատորեն է մոտենում այն փաստին, որ Ուկրաինայում առանց դրսի ցուցումի կարող են ընտրություններ անցկացվել, քանի որ ընդդիմությունը ջախջախված է, եւ յուրաքանչյուր ոք, ով կողմ է ընտրություններին, հայտարարվում է Ուկրաինայի թշնամի եւ պետական դավաճան։ Այդ պատճառով այնտեղ ոչ ոք ընտրությունների կողմնակից չէ, այս պատժիչ ռեժիմի պայմաններում։ Բայց եթե ամերիկյան վարչակազմը դա դնի որպես խաղաղություն կնքելու պայման, ապա նրանք գնալու տեղ չեն ունենա, եզրափակել է նախկին վարչապետը։